Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Telegram կանալ Parallel Z-ի սիրելի բաժանորդներ, այսօր մենք ունենք շատ հետաքրքիր նախաձեռնություն, Telegram-յան ալիք Parallel Z-ը և Telegram-յան ալիք Samvel-ը կազմակերպել են մեզ համար, մեզ բոլորիս համար մի շատ հետաքրքիր զրույց և մեր զրուցակիցը լինելու է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը, մեզ շատ սպասված հյուր, սրբազան Աստված օգնական, շատ շնորհակալություն, որ այսօր դուք մեզ հետ եք։ Աստված պահապան։ Սրբազան բազմաթիվ հարցեր են կուտակվել և մեր կողմից շատ սպասված հյուր եք դուք, մեր ունկնդիրները, բաժանորդները մեծ հաճույքով կլսեն մեր զրույցը և նաև եթե ունենան հարցեր, իրենք կգրեն մեզ, մերենք հարցերը ես կբարձրաձայնեմ։ Սրբազան Հայաստանը այսօր կանգնած է անդունդի եզրին կամ արդեն ազատ անկման մեջ է և մեր եկեղեցին, հայ առաքելական Սուրբ եկեղեցին, հայ ժողովրդի կողքին է բազում դարեր և այսօր առավել ևս մենք տեսնում ենք, թե ինչպես է ատամներով փորձում պահել հայ մարդու հայ լինելը, ցավոք սրտի բազմաթիվ հարձակումներ կան եկեղեցու վրա և մենք տեսնում ենք վերջին 7 տարիներին ինչքան են փորձում նսեմացնել եկեղեցու դերը, ինչքան են փորձում եկեղեցուն դուրս շպրտել հայ մարդու կյանքից և ի պատիվ մեր եկեղեցու իրենց մոտ դա այդքան էլ չի հաջողվում։ Ասացեք խնդրեմ, ինչ դժվարությունների հետ եք դուք առնչվել այս տարիների ընթացքում և ինչ զգացողություն ունեք, կկարողանանք հաղթահարել այս կրիզիսը, այս բարդ իրավիճակը և պահպանել մեր հայ դեմքը, դուք ինչ եք տեսնում այս պահի դրությամբ։ Սրբազան միկրոֆոնը անջատված է։ Ես որևիցե լավ բան չեմ տեսնում։ Արդեն ասել եմ այդ մասին և ստեղծված իրավիճակը և պայմանները և օբյեկտիվ իրականությունը որևիցե լավ բանի տեղ չեն թողնում։ Հույսը բնականաբար միշտ կա և հնարավորություններն էլ միշտ կան, բայց դրան պատրաստ այդ հնարավորությունները օգտագործելու և ճիշտ ուղղությամբ ընթացող հասարակությունը չկա։ Որևիցե լավ բան մոտ ապագայում տեսանելի չի։ Ցավոք սրբազան, մեր մասնավոր զրույցում ես մեծ ցավ զգացի ձեր մեջ, ձեր անձնական ցավը զգացի մեր զրույցում, թե ինչպես եք դուք ըստ էության ցավով տեսնում ես ամեն ինչը և արձանագրում։ Ասացեք խնդրեմ հենց առաջին հարցին անդրադառնանք, մեր սրբազան շարժումը, որը մենք անցյալ տարի հետևում էինք, ամբողջ Սփյուռքը այսպես մեծ հույսով լիահույս էինք, որ կհաջողվի մեզ մոտ, մենք էլ մեր լուման էինք ներդնում ինֆորմացիոն դաշտում, մեր երկու գոնե ալիքները մեծ պայքար էին մղում, որպեսզի ստացվի և իմ հիշողության մեջ տպավորվել է, երբ որ Բագրատ Սրբազանը եկավ ձեզ հյուր և իր շարֆը այսպես հանեց և ձեզ այսպես ձեր վզին դրեց շարֆը, շատ սիմվոլիկ էր։ Ինչ եք կարծում, ինչ է կատարվում Սրբազան շարժման հետ, կհաջողի արդյոք, կշարունակվի արդյոք, թե Սրբազան շարժումը ամեն դեպքում այս պահին դեռ այսպես սառած մարած վիճակում է։ Դե ասածիս անդրադարձն է, ինչի մասին որ ասի հասարակությունը պատրաստ չի Սրբազան շարժմանը աջակցելու ամբողջապես և լիակատար կերպով, որպեսզի այդ շարժումը հաջողվի։ Իսկ թե ինչու չի աջակցում, դրա մասին էլ արտահայտվել եմ, նորություն չպետք է ասեմ։ Ցավոք այսօր, այո, այդ շարժումը տեղ քայլի մեջ է, այսպես ասենք։ Տեղ քայլի մեջ է, ինչի համար որ խիստ ցավում եմ իհարկե։ Բագրատ Սրբազանի համար եմ ցավում, որ իր անձը դրեց այդ զոհասեղանին և հիմա դժվար վիճակի մեջ է։ Աղոթում ենք, որ ինքը կարողանա դուրս գալ այդ վիճակից
եւ միշտ պատրաստիկ, որ ինքը վերադառնա եկեղեցի իր ծառայության։ Դա կլինի լավագույն լուծումը։ Իսկ ինչ է կարծում Սրբազան, արդյոք Սփյուռքը ունեցավ այն մասնակցությունը, որը պետք է ունենար, թեկուզ հենց Սրբազան շարժմանը, թեկուզ եւ բոլոր այս process-ներին եւ արդյոք Սփյուռքից ակնկալել ինչ-որ մի բան, դա մի հատ երազդ է։ Իզուր երազդ է։ Սփյուռքը մեծ դերակատարություն չի կարող ունենալ եւ չունի։ որովհետեւ Ինչ պետք է աներ Սփյուռքը, որ չի արել։ Իհարկե։ Հերվից ես ասել եմ, հերվից Հայաստան փրկելուն ես երբեք չեմ հավատացել։ Հերվից Հայաստան սիրելուն էլ չեմ հավատում։ Հիմա թող չվիրավորվեն ովքեր որ Սփյուռքում են, բայց այո, մենք պետք է բաց լինի Հայաստանի Հանրապետությունը պետք է բաց լինի բոլոր հայերի համար։ Բայց հույսեր կապել այդ հայերի, որ հայերը պետք է փրկեն դրսի հույսերը, դի միամտություն է։ Այսինքն գտնում եք, որ ինչ կատարվեց առաջին Արցախյան ազատամարտի ժամանակ, երբ որ Սփյուռքը բռունցք դարձած օգնեց եւ Ինչ է նշանակում Սփյուռք բռունցք դարձած օգնեց։ Ինչ է նշանակում դա։ Դե մենք գիտենք Մոնթե ենք ունեցել, բազմաթիվ Մոնթեի կողքը տեղացի հայաստանցիներ չեն եղել, արցախցիներ չեն եղել։ Իհարկե եղել են։ Դե ինչ մասն է խոսքը, բա ինչ։ Մոնտեն ինքը այո, բայց ինքը ամբողջ Սփյուռքի ներկայացուցիչ է։ Ինքը իր ներկայացուցիչն է։ Ոչ Սփյուռքի կողմից լիազորված էր, ոչ Սփյուռքը ներկայացնող էր, ինքն էր։ Ինչպես Հայաստանում եղան փախչողներ, ընդեղ էլ Սփյուռքից եղան միացողներ։ Ուրեմն ամոթ փախչողներին, այսինքն պատիվ միացողներին։ Սրբազան, իսկ ինչ եք կարծում Սրբազան շարժման այսպես պայմանական ասենք ձախողումը արդյոք կապված չէր որևէ դավաճանության հետ, ինչ եք կարծում Բագրատ Սրբազանին դավաճանեցին իր շրջապատը, թե այլ հանգամանքներ կային, ձեր կարծիքը անձնական դավաճանելու հարց չկար, ես ասել եմ, այն ուժերը, որ իր կողքը կանգնեցին, վարկաբեկված ուժեր էին, եւ դրա համար այս իշխանություններն էլ օգտագործեցին եւ ժողովրդի մի զգալի մասի հեռացրեցին շարժումից։ Որովհետեւ այն մտավախությունը սկսեց տարածվել, որ Նիկոլի հեռացումով վերադառնալու են նախկինները։ Իսկ դրանից ավելի է սարսափում հասարակությունը, ինչը որ անշուշտ ավելի սարսափելի չի, բայց ամենայն դեպս հասարակությունը ավելի է սարսափում, քան թե Նիկոլի մնալուց։ Ցավոք։ Ցավոք Սրբազան, ցավոք։ Իսկ մենք մի քանի օր առաջ ականատես եղանք, երբ որ արցախցի պրոֆեսորը նկարահանել էր հրապարակում ադրբեջանական այդ երգի տեսարանը եւ տարածել էր եւ գործ էին հարուցել հայ ժողովուրդը համախմբվեց, եկավ եւ ըստ էության ամենայն հավանականությամբ իշխանությունը վախեցավ այդ ըմբոստությունից եւ գործը կարճվեց, ազատ արձակվեց պրոֆեսորը։ Արդյոք սա չի նշանակում, որ մենք ամեն դեպքում ամեն ինչ չենք կորցրել, դեռ մենք կարող ենք ունենալ զարթոնք, նման շարժումներ կարող են լինել էլի։ Չէ, ոչ մի բանի հույս էլ չի տալիս դա։ Դա իշխանությունների կողմից պատրաստված, ասենք, խայծեր, որպեսզի որոշակի, այսպես ասած, գոլորշի բաց թողնվի եւ բաց թողնվեց։ Դա մեր սթափությունը, զգոնությունը բթացնելու գործ էր,
որը հաջողությամբ իրականացրին, հիմա մի մասը դարձյալ էյֆորիայի մեջ է, որ տեսեք հաղթեցինք, այն ինչ ոչի բան է հաղթանակել չկա դրա մեջ, հաղթեցինք եւ ուրախանան հիմա այդ իրենց հաղթանակով։ Դրա մեջ ոչ մի բան չկա, ոչ դրական, ոչ բացասական։ Ավելորդ աղմուկ էր մարդկանց ուշադրությունը շեղելու համար, ինչը որ կարողացան անել։ Եվ այդպիսի պրիմիտիվ հաղթանակներ տալով սրան նրան հասարակության մոտ իրենք զգոնում են։ Սրբազան, այ տեսեք, մենք արդեն գրեթե 2 տարուց ավել հետևում ենք, թե ինչպես են մեր արցախցի ղեկավարները ռազմաքաղաքական, ինչու՞ չէ, նաև ոչ միայն իրենք, այլ շատ հայեր ունենք Բաքվի բանտերում եւ ֆարշ այսպես գործեր են հարուցում, այնտեղ թվով ասեցին, ես անգամ չեմ հիշում, շատ մեծ թվով գործեր են հարուցված եւ մենք տեսնում ենք որ իշխանությունը ընդհանրապես հետաքրքրված չէ ըստ էության մեր գերիներին, գերի անվանենք իրենց, որովհետև իրենք իրոք գերի են Բաքվի բանտերում հետ բերելու գործում, տարբեր երկրների ղեկավարներից էլ են նույն ազդակները ստանում, ասացեք խնդրեմ, ունեք արդյոք ինֆորմացիա, մեր եկեղեցին, մեր վեհափառը ինչ-որ ձևով փորձեր անում է մեր գերիների հետ կապված հետ բերելու, ես գիտեմ, որ վեհափառը բավականին հոգատար է հայ մարդու հանդեպ եւ բավականին աշխատանքներ է տանում տարբեր ուղղություններով, եւ ինչպես եք դուք բնութագրում հայ ժողովրդի վերաբերմունքը այդ ամեն ինչին, չափազանց պասիվ չենք մենք արդյոք այս բաց ներվով գործի հանդեպ, չէ՞ որ սա շատ Այդ ինչի մեջ ենք ակտիվ, որ դրա մեջ պիտի ակտիվ լինենք։ Սերվիս Արցախը կորցրել ենք էր, հանգիստ ապրում ենք մի քանի հոգու գերությունը ինչ պիտի ազդի այս հասարակության վրա, այս հիվանդ հասարակության վրա ինչ պիտի ազդի։ Մի մասներ ուրախ են, չէ՞։ Մի մասներ ուրախ են։ Դա Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի եւ հայ հասարակության եւ նաեւ Սփյուռքի մեր բոլորի խայտարակությունն է, մեր բոլորի խայտարակությունն է, մեր բոլորի նվաստացումը։ Նախ նրանց չպետք է թույլ տային, որ գերի հայտնվեին, պետք է պետություն կոչված այս կառույցը գտներ ձևերը իրենց թույլ չտալու, որ գերության մեջ հայտնվեն, հայտնվելուց հետո էլ պետք է ամեն ինչ անեին, որովհետեւ ազատ արձակվեին, ոչ մի բան չեն անում, եւ չեն անում այն պատճառաբանությամբ, թե ձայն չանենք, իրենց վիճակը ավելի կվատթարանա։ Այս վիճակը ուղղակի մորթապաշտական մոտեցում է, քո պասիվությունը ինչ-որ, չգիտեմ ինչով բացատրելով էլի, որ եթե ես ակտիվ լինեմ, ավելի վատ կլինի իրենց վիճակը։ Իսկ ոչ մեկը քեզ չի ասում, որ քո ակտիվությունը ցուցաբերես հանրային հայտարարություններով, ինչպես գոռացիր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այդպիսի հայտարարություն ոչ մեկը քեզնից չի ակնկալում։ Բայց նաև ոչ մեկը չի տեսնում վերային որևիցե գործունեություն աշխատանք այդ ուղղությամբ։ Այնպես որ մտնում ենք խայտարակության մեջ, ինչպես 44-յան պատերազմի ավարտն էր խայտարակություն, ինչպես Արցախի հայաթափումն էր խայտարակություն, այնպես էլ այս խայտարակությունը շարունակվում է։ Մնայուն խայտարակության եւ մնայուն նվաստացման մեջ ենք, եւ քանի որ հասարակության զգալի մասը արդեն հաշտվել է այդ նվաստացած, բայց կուշտ վիճակին, ավելի լավ է լինել նվաստ, քան թե ուրեմն պատվով, բայց սոված, եւ այդ վիճակն է, եւ այդ վիճակը մնալու է, եթե հասարակությունը չարթնանա, իսկ հասարակությունը արթնացման որևիցե ցանկություն չի ցուցաբերում։ Սրբազան, ձեր բազմաթիվ հարցազրույցներում այսպես մի կարմիր գծով անցնում է, հաճախ են ձեզ այդ հարցը տալիս եւ ես բացառություն չեմ լինելու, շատ հաճախ ասում եք, որ Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարները պետք է թույլ տան, որպեսզի նոր ուժեր առաջանան եւ կարողանանք հաղթել այս
իրավիճակը նոր երիտասարդ, բանիմաց ղեկավարներ լինեն, ասացեք խնդրեմ, եւ ցավոք սրտի շատ շատերը մտածում են, թե դուք դեմ եք այս նախագահին, մյուս նախագահին եք փնովում եւ այլն, բնականաբար դուք այլ բան եք ասում։ Ես կուզեի հասկանալ, դուք արդյոք տեսնում եք որևէ մի ուժ կամ որևէ մի քաղաքական գործիչ կամ հանրային գործիչ, ով իր ուսերին կարող էր վերցնել այս ամեն ինչը եւ տանել առաջ։ Այդպիսի ուժեր եւ անդադներ կհայտնվեն, եթե նախկինները իրենք դուրս գան եւ ասպարեզը բացեն եւ թույլ տան, որպեսզի նոր անձեր եւ նոր անձնավորություններ հայտնվեն։ Ցավոք իրենք փակել են տեսադաշտը, հասկանում եք, ինչպես ասում են, բլոկել են ոչ տեսադաշտը եւ թույլ չեն տալիս, որ որևիցե մեկը հայտնվի։ Հայտնվելու դեպքում էլ այդ որևիցե մեկը անմիջապես կապվում է իրենց հետ, անմիջապես իր հետևում տեսնում են նախկինների ուրվականը եւ զգուշանում են։ Դրա համար այդ կոնտեքստում ես ասել, որ անհրաժեշտ է երկրորդ եւ երրորդ նախագահների կամավոր դուրս գալը քաղաքականությունից։ Ինչի ցանկություն իրենք չեն դրսևորում, կողքի շողոքորթ զանգվածներ շողոքորթում է ասելով, թե ոնց թե ինչպես կարելի է, բա եղավ, չէ, բավարան ձեզ, եւ այլն։ Եվ իրենք էլ հակառակ են բանին, որ տարիքներն էլ արդեն այն է, որ ժամանակն է հեռանալու, չեն հեռանում։ Դրա համար էլ ոչ ոք տեսանելի չի այսօր։ Բայց եթե ասենք, որ ոչ ոք չկա, սա նշանակում է եւս մեկ խայդարագություն հայ ժողովրդի հասցեին, ուրեմն հայ ժողովուրդը ի վիճակի չի լիդերներ հանելու։ Հասկանում եք։ Դրա համար ես ասի, որ երկրորդ եւ երրորդ նախագահները հանուն հայ ժողովրդի փրկության պետք է դուրս գան ասպարեզից, ոչ թե նրա համար, որ իրենք վատն են կամ լավն են։ Բայց իրենք էլ իրենց շրջապատի գերին են ըստ երևույթին, իրենց կողքի շողոքորթների գերին են։ Իսկ շողոքորթությունը մեր քաղաքականության վերջին 30 տարում դարձել է ամենահիմնական գործոններից մեկը։ Քծնանքը եւ շողոքորթությունը։ Անպարակից քծնում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, երբ իշխանության էր։ Անմնացորդ քծնում էին Քոչարյանին, երբ իշխանության էր։ Անձև եւ անսահմանափակ քծնում էին Սերժ Սարգսյանին, այսօր էլ նույնը քծնում են Նիկոլ Փաշինյանին։ Եվ այս քծնանքի եւ շողոքորթության մեջ ոչ մեկը այդ լիդերներից ի վիճակի չի տեսնելու սեփական թերությունը, սեփական տգարությունը, սեփական սխալը։ Կբավի, որ մեկը դուրս գա եւ ասի թակավորը մերգ է, հազարավոր մարդիկ կվազեն թակավորում հետ համոզելու, որ ինքը բնավ մերգ չի, այլ մերգը ասողն է։ Հասկանում եք։ Եվ այդ մարդկային տգարությամբ եւ այդ մարդկային թուլությամբ բոլոր մեր լիդերներն էլ գնացին կամա թե ակամա, գիտակցաբար թե անգիտակցաբար քծնանքի եւ շողոքորթության զոհ դարձան։ Բոլորն էլ ինքնահամայված, իրենց մասին պետք եղածից ավելի բարձր կարծիք կազմած, իրենց շուրջ եղած նողկալի զանգվածի պատճառով, ովքեր ոչինչ չգիտեն բացի քծնելուց եւ ի վիճակի չեն որևէ բան անելու բացի շողոքորթելու։ Երբ այս հայ հասարակությունից շողոքորթությունը եւ քծնանքը վերանա, այն ժամանակ գուցե մենք ինչ-որ բանի հասնենք։ Սրբազան, մեր եկեղեցու դերը շատ մեծ է եղել հայոց ցեղասպանության ճանաչման, պահանջատիրության մեջ։ Մենք գիտենք, թե ինչ մեծ ներդրում ունի եկեղեցին եւ մեր թշնամին թուրքը իրոք սարսափած է եկեղեցուց, դրա համար էլ ամեն ձևով փորձում է այս ներկա իշխանությանը լարել եկեղեցու դեմ եւ բոլոր գործիքները օգտագործելով փորձում են ուղղակի չեզոքացնել եկեղեցուն։ Տեսեք, վերջերս երկրի ոչ բարով ղեկավարը արտահայտություններ իրեն թույլ տվեց ցեղասպանության վերաբերյալ
Ձեր կարծիքով ինչ է անում այդ մարդը, ինչու է կասկածի տակ դնում ցեղասպանության լինել չլինելը, ինչ է ուզում արած լինի եւ ինչ վտանգներ է իր մեջ ներառում այս ամբողջ գործընթացը։ Ըստ իրեն ոչ մի վտանգ էլ չի ներառում, այլ ինքը կատարում է գամա թե ագամա երեկվա իս Նյու Յորքի թե Վաշինգտոնի հայտարարությամբ ինքը ուզում է ասել, որ այսինքն գամավոր ոչ թե ագամա իրենք տեղի են տվել այն պարտադրանքին, ինչը որ եղել է բոլոր այս 30 տարիներին։ Հաշտվեք ձեր պատմության հետ, հաշտվեք այն բանի հետ, ինչ որ եղել է, մոռացեք այն, ինչ որ եղել է, հաշտվեք այն սահմանների հետ, որ ձեզ տրված է, եւ ապրեք գոհ երջանիկ։ Իրենք համարում են, որ դա միակ ձևն է Հայաստանի Հանրապետության փրկության, եւ ժամանակն է բոլոր տեսակի հավակնություններից հրաժարվել, ցեղասպանության ներառյալ, դա ցեղասպանությունը կմնա զուտ իբրև պատմական հիշողություն ապրիլ 24-ից ապրիլ 24, բայց ինչպես արդեն հայտարարել են քաղաքականության մաս չի կազմի, սա կարող է ընդունելի լինել աշխարհի համար, ոչ հայերի համար, բայց առավել ընդունելի թուրքերի համար։ Հայ մարդու համար այդ մոտեցումը նվաստացման արդեն վերջն է։ Հիմա, երբ որ ասում ենք սա, մարդիկ կարծում են, թե մենք հայ-թուրքական հաշտության կողմնակից չենք։ Ես ինքս կողմնակից եմ հայ-թուրքական հաշտության։ Բայց թուրքը ինչ-որ քայլ պիտի անի։ Հասկանում եք։ Հիմա ենթադրենք ըստ Նիկոլ Փաշինյանի եւ ըստ թուրքական ուրեմն գաղափարաբանության, մենք ենք մեղավոր ցեղասպանության մեջ։ Մենք ենք սադրել ցեղասպանությունը եւ թուրք տարը ստիպված է եղել մաքրել ամբողջ Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան եւ մնացած հարակից տարածքները հայությունից սեփական ապահովության համար։ Մենք ենք եղել մեղավոր։ Ենթադրենք մենք ենք եղել մեղավոր։ Դա նշանակում է, որ թուրքը այլ ոչ մի անելիք չունի, ոչ մի ընտառաջում չունի հայի նկատմամբ, ոչ մի ընտառաջում չպետք է ունենա Հայաստանի Հանրապետության հանդեպ այսօրվա։ Դա է նշանակում, երբեք դա չի նշանակում։ Այո, հայ-թուրքական հաշտություն պետք է, ի վերջո պետք է, բայց որ դեպքում է պետք եւ որ դեպքում է հնարավոր։ Երբ որ թուրքը պատրաստ կլինի նվազագույն գոնե զիջումների, բայց թուրքը ոչ արևելյան, ոչ արևմտյան թուրքը, ես թուրք ասելով թուրք տարրի նկատի ունեմ, ադրբեջանցի եւ ոչ ադրբեջանցի։ Ուրեմն թուրք տարրը ինչ զիջում է արել հայության եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերջին 100 տարում կամ 120 տարում։ Որևիցե զիջում կատարել է։ Նույնիսկ գաղափարաբանական մակարդակի վրա, նույնիսկ խոսակցական մակարդակի վրա ոչ մի զիջում թուրքական իշխանությունները չեն արել։ Հիմա դու ես որ միակողմանի ասում ես, որ ցեղասպանությունը չի եղել եւ վերջ կամ ցեղասպանությունը եղել է մեր պատճառով, քանի որ մենք չենք ուրեմն հարմարվել Հայաստանի Հանրապետության այս սահմանների հետ, ավելին ենք ուզեցել ունենալ, դրա համար էլ էսպես է եղել եւ այլ նման հիմարություններ։ Ես այդպես հայտարարում ես, բայց թուրքը ինչ է հայտարարում։ Վերջ-վերջո թուրքական տարրը, Օսմանյան կայսրություն եւ կովկասյան թաթարներ հայ ժողովրդի նկատմամբ որևիցե մի հանցագործություն գործել են, թե ոչ մի հանցագործություն չեն գործել։ Հիմա ցեղասպանությունը եղել է, թե չի եղել։ Անկախ այն բանից ով է մեղավոր։
անկախ են բանից հայտարարն է մեղավոր, հայ ֆիդայիներն են մեղավոր, դաշնակցությունն է մեղավոր, եկեղեցին է մեղավոր, ով է մեղավոր, ցեղասպանություն եղել է կամ ոչ։ Իհարկե եղել է, սա, այսինքն անիմաստ է նույնիսկ քննարկելը։ Իսկ Թուրքիան 110 տարի է ժխտում է, որ ցեղասպանություն եղել է։ Հետևաբար ոչ թե մենք պետք է ներկայանանք մեղավոր աշխարհի առաջ, որ մենք ենք մեղավոր, գիտեք, որ այսպես է եղել, մենք ցեղասպանության խնդիր ենք առաջ քաշի 100 տարի, դրա համար էլ մեր վիճակը է։ Չէ, մենք մեղավոր ենք գուցե ցեղասպանության լինելու մեջ, ես էլ եմ այդ մասին շատ խոսացել, ասել, որ մենք պետք է մեր մեղքը փնտրենք, կարևոր չի թուրքի մեղքը հայտնի է, մեր մեղքի բաժինը փնտրենք գտնենք, ինչու տեղի ունեցավ ցեղասպանությունը։ Բայց ես չեմ ասել, թե գիտես, հայն է մեղավոր, որ ցեղասպանությունը իրականացել։ Հիմա Թուրքի կողմից ո՞րն է քայլը, լավ, հասկացանք, մենք ցեղասպանությունից հրաժարվեցինք, Արցախից հրաժարվեցինք, Նախիջևանից հրաժարվեցինք, Կարսից հրաժարվեցինք, թուրքերը մեր եղբայրներն են հայտարարեցինք։ Թուրքիայի արածը ո՞րն է, Ադրբեջանի արածը ո՞րն է, իր ընդառաջումը ո՞րն է, կա որևիցե մի ընդառաջում իրենց կողմից։ Ուրեմն եթե չկա այդ փոխադարձ ընդառաջումը, փոխադարձ միմյանց ընդառաջ գնալը չկա, սա դարձյալ պարտություն է, այլ արդեն պարտություն է դիվանագիտական եւ գաղափարախոսական մագարտակի վրա, եւ սոսկալի պարտություն, անդառնալի պարտություն։ Դու պատկերացնում ես, դու հայտարարում ես, որ 110 տարի քո գաղափարախոսությունը եղել է սխալ, այն դեպքում, երբ որ քո պահանջը եղել է ճիշտ։ Որտեղ ցեղասպանություն տեղի ունեցել է, ցեղասպանություն առասպել չէ։ Ցեղասպանություն հեքիաթ չէ։ Եվ այն ինչ որ ասում էր Հրանտ Դինկը, դա միանշանակ ճշմարտություն է։ Եթե այդ ժողովրդին ոսկե քարավաններով տեղափոխեին, դարձյալ ցեղասպանություն էր։ Որովհետև այդ ժողովրդին զրկեցին իրենց հայրենիքից։ Եվ այստեղ կապ չունի, թե ժողովրդի մեջ մի 10 հոգի մեղավոր էր, 100 հոգի մեղավոր էր, 1000 հոգի մեղավոր էր։ Ոչ ոք իրավունք չունի որևիցե մեղքի պատճառով, որևիցե մեկի մեղքի պատճառով պատժել ողջ հայությանը։ Ինչպես Արցախի հայությանը։ Ասենք դե ուրեմն այդ մարդիկ մեղավոր էին, որոնք գտնվում են հիմա Բաքվի բանդում։ Այն ժողովրդին 100,000-ին ինչ պատժեցիք։ 100,000-ի մեղքը որն է։ Հիմա Արցախի ցեղասպանությունն էլ տեղի չի ունեցել։ Ուրեմն անմտությունը այս մարդու ասած ընդամենը, ասած է, որ այն թեզն է առաջ տանում, որ եթե խոսենք, ես էլ կկործնենք, իսկ ինչու՞ պետք է կործնենք, ներողություն։ Բայց մենք գտել էինք, չէ, մենք վերականգնել էինք, չէ, մեր պատիվը վերականգնել էինք, չէ, մեր Արցախը հետ էինք բերել, չէ, եւ հետ բերելու ճանապարհի վրա էինք, չէ, եւ դրանից էր վախենում թուրքը, չէ։ Այնպես որ այդ իշխանությունները, եթե այդքան հայտարարություն անում են եւ դեռ մնում են իշխանության, սա նշանակում է, որ մեզ մոտ, մեր հասարակության մոտ ոչ մի բան կարգին չի։ Ոչ մի բան կարգին չի։ Որովհետև խոսքը դարձյալ ասում եմ, այն մասին չի, որ գիտեք ինչ, ինչպես դուք արտահայտվեցիք, ես չեմ կիսում ձեր կարծիքը, թուրքը մեր թշնամին է։ Թուրքական պետությունները այո մեր թշնամին են, այսօր, երեկ եւ գուցե վաղը։ Բայց մենք Թուրքիի հետ թշնամի լինելու որևիցե մի ծրագիր չունենք, ցանկություն չունենք Թուրքիի հետ թշնամի լինելու։ Այդ հայտարարությունն էլի մյուս ծայրահեղ հայտարարը թուրքը մեր թշնամին է։ Թուրքական պետություններն են մեր թշնամին։ Եթե թուրքական պետությունը ձեր ուզածը կատարի, ձեր ուզածից մի քիչ թեթևը կատարի, դուք նույն հայտարարությունը չեք անի այլևս։ Ժամանակին, երբ որ աղթամարը նորոգեցին եւ աղթամարը բացելու թույլտվություն տվեցին, ինչպես է էйֆորիա էր տիրում հայկական աշխարհում, ինչքան ուրախացել էին, չէ, էս ինչ է լինում։ Չէ։ Բայց դա շարունակություն չունեցավ։ Դե հիմա էլ փորձում են Ուրեմն
ուրեմն այդ անորոշ թուրքը թշնամի է, բանը արդահայտությունը այո պետական քաղաքականության մեջ չպիտի լինի։ Ես համաձայն եմ, որ պետական քաղաքականության մեջ չի կարող լինել թուրքը թուրքական պետությունները այո թշնամի են, այսօր թշնամի են։ Թուրքական զույգ պետությունները այսօր թշնամի են։ Իրենք են թշնամի, ոչ թե մենք ենք իրենց թշնամի։ Իրենք են մեզ թշնամի, իրենք մեր ոչնչացումն են ուզում։ Եվ դրա դեմ այս պետությունը պիտի քայլեր անի, որպեսզի ոչ միայն թույլ չտա, որ ոչնչացնեն, այլ ինքը սպառնալիք դառնա իրենց համար։ Եվ իրենք զգուշանան հավետ։ Քանի դեռ կաբրեն, միշտ զգուշանան, որ հայը կարող է սպառնալիք լինել իրենց համար։ Եվ կարող են զրկվել եւ հադուցել ավելիով։ Ոչ թե դու հայտարարությունն անես, որով ուրախացնես թուրքական պետություններին։ Եվ մարդիկ համոզվեն, որ իրենք 110 տարի ճիշտ քաղաքականություն են վարել։ 110 տարի ուրանալով, 110 տարի ժխտելով, 110 տարի հային իբրև թուրքի թիվ 1 թշնամի ներկայացնելով, հագահայկականությունը պետական քաղաքականության բարձրացնելով, ուրեմն իրենք ճիշտ են վարվել, հասել են իրենց նպատակին։ Դու ինչպես կարող ես թույլ տալ, որ իրենք հասնեն իրենց նպատակին։ Դու հայկական պետություն, ինչպես կարող ես թույլ տալ, որ թուրքական եւ ադրբեջանական պետությունները հասնեն իրենց նպատակին, որ է հայկական պետության հաստատի վերացումը եւ ինչպես ուրիշ անգամներ ասել են, ռեզերվացիայի վերածումը։ Այդ գիտեք, ուրեմն ցեղասպանություն տեղի ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հնդկացիների նկատմամբ, չէ՞։ Եվ այն ոչ լուսավոր դարերում, երբ որ հնդկացիները տեսան, որ բացարձակ ցեղասպանության են ենթարկվում, համաձայնվեցին ռեզերվացիաների մեջ ապրելու։ Հիմա նույնը մեզ հետ է կատարվում, հա, այս 21-րդ լուսավոր դարում։ 21-րդ լուսավոր դարում մենք միակ պարտված պետությունն ենք նման հարցերի, ես ասել եմ էլի։ Աբխազիան հաջողվել է, Օսեթիան հաջողվել է, Կոսովոն հաջողվել է, Էրիթրեան հաջողվել է, Հարավային Սուդանը հաջողվել է, Արևելյան Տիմորը հաջողվել է, միակ անհաջող չհաջողված ձախողվածը մենք ենք այսպիսի հարցում։ Սա ինչի մասն է խոսում։ Սա խոսում է մեր գաղափարաբանության սխալ լինելու մասին, թե մեր ռազմավարության սխալ լինելու մասին։ Մեր ռազմավարությունն է սխալ եղել, մեր մարտավարությունն է սխալ եղել, որովհետև մենք առաջ ենք գոռացել, բայց հետ ենք գնացել։ Մեր բանակը լավագույնն է ասել ենք, բայց բանակի խելն ենք անիծել։ Եվ հիմա եկել հասել ենք մի կետի, որ փոխանակ մտածենք, որ պիտի արդեն երբեք արդեն չի հասել այնտեղը, որ այլևս նահանջի տեղ չկա, ասում ենք լավ։ Եկեք ես ֆիքսենք, որ էսա եւ ասենց շարունակենք կուշտ ապրել։ Հա թուրքը մեզ խոստանում է, որ մենք կուշտ կլինենք։ Հիմա մեզ համար անհրաժեշտ է կուշտ լինելն է, թե հայ մնալն է։ Դրա համար ես ասում եմ, որ սփյուռքը պետք է ինքը մի հատ իրեն այդ հարցը տա, իրեն կուշտ մնալն է պետք, թե հայ մնալն է պետք։ Ձեզ էլ, որ Ռուսաստանում ապրում եք, ձեզ կուշտ լինելն է պետք, թե հայ մնալն է պետք։ Ես Արցախի հայաթափումից հետո ես ասել եմ, մի քանի ռուսահայերի ասել եմ, ձեզ մնում է ձեր բիզնեսները վաճառել, վերադառնալ Հայաստան։ Պատասխանը եղել է հիմնական վերադառնամ ինչ անեմ։ Այդ ես մտածել վերադառնաս ինչ անես։ Դու քո հայրենիքում անելիք չունես, բայց ինչ ես հայ մնում Ռուսաստանում։ Քո հայ մնալը ինչի է ծառայում, ում է ծառայում։ Ռուսական կայսրությանը։ Ռուսական կայսրությունը քո պետք է ունի։ Պետք է անհրաժեշտ ես ռուսական կայսրության համար։ Դու անհրաժեշտ ես հայության համար։ Եթե հայության համար պիտանի չես, որ կայսրության համար ուզում ես պիտանի եղի։
Եվ մեր հայկականության հիմնական թերացումներից մեկն էլ նա է, որ մենք կարևորում ենք այն հայերին, որոնք օտար պետությունների հոյակապ ծառայում են։ Էմեզ ինչ։ Թող օտար պետությունները իրենց պատվեն։ Ինչքան կարելի է հբարդանալ սփյուռքահայերով։ Ինչքան կարելի է։ Այստեղ է թաքնված այդ որոշակի այն բանը, ականը, որ Հայաստանի Հանրապետությունը, հա, որը որոշ պահեր կան, այդպես որ Նիկոլը փչացած ժամացույցի նման ճիշտ բան է ասում։ Հա, որ Հայաստանի Հանրապետությունը ամենակարևորը պետք է լինի հայկական իրականության եւ հայ հասարակության համար։ Ոչ թե 29.8 քառակուսի կիլոմետր, այլ իբրև Հայաստանի Հանրապետություն, որը պետք է մեծանա։ Որը պետք է մեծանա եւ ընդգրկի ամբողջ Հայաստանը։ Ոչ թե մենք ուղարկենք մեր լավագույն տղաներին սփյուռք արտասահման, հա, գնան ռուսական բանակում հերոս ստանան, Ռուսաստանի հերոս դառնան, մենք էլ իրենցով հբարդանանք։ Ի՞նչ կա հբարդանալու։ Խենթացակ ուղղակի իբրևասկ հբարդանալով Շարլ Ազնավուրով, հասկանում ես, ինչ իմանամ Արամ Խաչատրյանով, Տիգրան Պետրոսյանով, լավ, գոնե Տիգրան Պետրոսյանն ու Արամ Խաչատրյան մեծ սովետական միության քաղաքացիներն էին, նույն երկրի, նույն անձնագրով էին ման գալիս։ Վիլյամ Սարոյան։ Ինչքան կարելի է։ Մենք հո այն երկիր, անպետություն երկիր չենք։ Պետականություն ունենք, պետություն ունենք, այդ պետությունը մեծացնելու փոխարեն փոքրացնում ենք։ Եվ ճամարտագում ենք, թե այդ պետությունը կարևոր է։ Եվ ո՞նց է կարևոր, եւ որ գնալով փոքրացնում ենք։ Եվ գլխավոր ճամարտակողը չի ասում, որ ինքը ստացել է 40,000 քառակուսի կիլոմետր, ասում է 29,000-ը սուվերենությունը ապահովել են 44-օրյա պատերազմից հետո։ Այս աստիճան լկտիություն կարող է ասել եւ անպատիժ մնալ։ Հիմա մոնոլոգը շատ երկար ստացվեց, բայց ամեն դեպքում շատ օգտակար բաներ ասեցիք, բոլորիս մտածելու շատ տեղիք տվեցիք։ Սրբազան մենք հետևում ենք արդեն 7 տարի եւ գնալով համոզվում ենք, որ այսպես կոչված հեղափոխությունը Հայաստանում արվեց նաև աղանդների շնորհիվ, արդեն ապացուցված է, որ հրապարակում առաջին օրերին շատ էին աղանդավորականները եւ մենք տեսնում ենք, որ իրոք շատ են գլուխ բարձրացրել։ Ասացեք, խնդրեմ, ինչ է պետք անել, հնարավոր է արդյոք այդ աղանդներից մաքրել երկիրը, կամ ինչ որ ձևով կանոնավորել դրանց գոյությունը, որպեսզի նրանք մեր քաղաքականության, մեր հասարակական կյանքի վրա մինիմալ ազդեցություն ունենան, եւ ինչ լծակներ ունի արդյոք եկեղեցին լծակներ դա կարգավորելու, թե ոչ։ Ուրեմն այդ մասին էլ ես բազմաթիվ անգամներ արտահայտվել եւ ինչ եմ ասել, որ ամենամեծ աղանդը անտարբերությունը, անփութությունը եւ իբրև թե առաքելական լինելով, բացարձակապես առաքելական եկեղեցուն չպատկանելն է։ Հասկանում եք, ամենամեծ աղանդը դա է, որ իրեն առաքելական է համարում, բայց ոչ մի կապ չունի առաքելական եկեղեցու հետ, ոչ մի գաղափար չունի իր մայր եկեղեցու մասին եւ ոչ էլ ծառայում է իր մայր եկեղեցու հզորացման, այլ ցանկացած պահի, երբ որ հնարավորություն է ունենում, քարե նետում առաքելական եկեղեցու ուղղությամբ։ Ամենամեծ աղանդը դա է հայ իրականության մեջ։ Իսկ այ ձեզ եւ ուրիշներին եւ ընդհանրապես բոլորին այդ են համոզել, որ այ գիտեք ինչ, աղանդները այս սրանք են, այս 5%, այս 1%, այս 0.1% կազմող մարդիկ են, որոնք այսպես են կամ այնպես են, այդպես չի։ Այդպես չի, դա սխալ է։ Եվ դա մոլորություն է։ Եվ դա մոլորություն է։ Մինչև մեր ժողովրդի 90%, 95%, որ իրեն հայտարարում է առաքելական չի դառնա, հա,
այլ ցանկացած պատեկան անպատե առիթով ակասի ինձ էսպիսի եկեղեցի պետք չի, ինձ էսպիսի քահանա պետք չի, ինձ էսպիսի սրբազան պետք չի, ինձ էսի պետք չի, ինձ էլի պետք չի, ես եկեղեցի երբ ուզենամ կմտնեմ, ես ուզենամ գլխարկով կմտնեմ եկեղեցի, ես ուզենամ մայկատրուսիկով կմտնեմ եկեղեցի, սա իմ եկեղեցին է, ուրեմն ամենամեծ աղանդը դրանք են։ Այն օրը մեկը շատ ճիշտ բան էր գրել, ասել էր, այնա Դուբայում լեփլեցուն հայեր կան, հայուհիներ կան Դուբայում եւ ուրիշ իսլամական երկրներում լեփլեցուն հայուհիներ կան, որ մզգիթներ են մտնում, երկրում են քայլում են, Իրանում օրինակի համար, ոչ մեկը մզգիթ չի մտնում առանց գլխաշորի, բայց հայկական եկեղեցի հələ մի հատ նկատողություն արա որևիցե մի հայուհու, թե ինչու գլխաշորով չես մտնում, գլուխդ կջարդի։ Նա ռուսական եկեղեցի փորձի մտնել առանց գլխաշորի, հա? Ռուսը գլուխդ կջարդի։ Բայց հայկական եկեղեցի կարող ես լկտիաբար մտնել, որովհետև դա քո եկեղեցին է, դա իմ եկեղեցին է, ինչ ուզենամ կանեմ։ Ամենամեծ աղանդը սա է։ Մինչև այս աղանդի հարցը չլուծվի, մնացած բոլորը, հասկանում ես, մտավարժանքներ են մեկ, մյուսը նաև, այսինքն պրոբլեմը ուրիշ տեղ տեսնելու, երբ որ այդտեղ չի պրոբլեմը, ուրիշ տեղ տեսնելու մոտեցումն է։ Հիմա տեսեք էլի ուզում եք աղանդներն են մեղավոր, ինչ ով ասեց աղանդներն են մեղավոր։ Ով ասեց աղանդներն են մեղավոր։ Հենց մեղավոր են այսօրվա իշխանության են եկել այն մարդիկ, որոնք հայտարարում են, որ իրենք առաքելական են, բայց այսպիսի առաքելական եկեղեցի չենք ուզում։ Այսինքն իրենք պետք է որոշեն, թե ինչպիսի լինի առաքելական եկեղեցին։ Այս է իրենց աղանդը, ոչ թե իրենք այս կամ այն աղանդի պաշտպանում են։ Եվ այո, այս կամ այն աղանդի պաշտպանում են ինչու, որովհետև պատրաստ են գործելու իրենց հայրենի, մայրենի եկեղեցու դեմ, որովհետև հայրենի, մայրենի եկեղեցին չի կատարում իրենց քմահաճույքը։ Եվ գնում միանում են այլ աղանդների, իբր վրեժ են լուծում մայր եկեղեցու նկատմամբ։ Ուրեմն երբ որ 30 տարի առաջ այն ժամանակվա իշխանություններին ասում էինք, որ թույլ մի տվեք աղանդները զարգանալ, նամանավանդ դրսից եկած աղանդները, եկամուտ, դրսի քարոզիչներով, մեզ ասում են փող են բերում։ Մի երկրի քաղաքականության հիմքում, որ փողը լինի, գաղափարից առաջ, հատուցումն էլ է սա լինելու։ Ես ուրիշ անգամներ եմ ասել, ես ուղղակի զարմանում եմ, հիանում եմ, ինչ ասեմ, բայց անշուշտ այդ հիացմունքի հետ ցավ կա, հիանում եմ եւ անշուշտ տառապում եմ եւ ցավում եմ Աստծո արտարությունից։ Աստված արտար է։ Մենք ինչի մեջ որ ենք, արտար է։ Արտար է։ Եվ թուրքը իբրև մահակ աշխատում է շատ իդեալական, բայց մենք խելքի չենք գալիս։ Բայց մենք խելքի չենք գալիս։ Շարունակում ենք այդ մահագի հարվածները ուտել եւ խելքի չենք գալիս։ Փոխանակ մենք լինենք լիարժեք հայ քրիստոնյա, լիարժեք հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ամեն ինչով։ Թափարում ենք ստեղ այնտեղ, մեղադրում ենք սրան նրան, հիմա եկանք աղանդներին սկսենք մեղադրել։ Հասկանալի է Սրբազան, մենք խոսել էինք, որ մոտ 1 ժամից 50 րոպեն գրեթե անցել է, ես փորձեմ ձևակերպել հարցս, լայն կլինի հարցս, հա, որպեսզի ձեզ թողնենք, ես գիտեմ, որ դուք շատ զբաղված եք։ Սրբազան, տեսեք, ներկայիս իշխանությունը ամեն գնով ձգտում է գնալ խաղաղության պայմանագրի։ Քաղաքական շատ ուժեր եւ շատ վերլուծաբաններ ասում են, որ սա խաղաղության պայմանագիր չի, սա մեզ միայն բերելու է ավելի ու ավելի մեծ փորձանքների մեջ գցի։ Հարց առաջին ինչպես է դուք վերաբերվում այդ խաղաղության պայմանագրի եւ խաղաղության խաչմերուկի գործընթացին, եւ երկրորդ հարցս միանգամից ձևակերպեմ,
ինչպես ում եք տեսնում մեր պետությանը որպես դաշնակից, այսօր գործընթացներ են տեղի ունենում, որոնք չգիտենք թե ուր են տանում Հայաստանը, արդյոք Ռուսաստանը, Իրանը եւ այս թևը, հյուսիսային թևը արդյոք մեզ լավ դաշնակից չէ եւ արդյոք արևմուտքը մեզ կտա այն, ինչը ակնկալում է հայ ժողովուրդը։ Մենք այստեղ եւս մոլորություն ենք տեսնում։ Կխնդրեի ես երկու հարցին պատասխանեք եւ ես կսահմանափակեմ արդեն եթերին։ Ուրեմն խաղաղություն այդ մասին ասել եմ բազմաթիվ անգամներ ասել եմ, խաղաղություն անհնարին առանց հաշտության։ Մինչև հայ-թուրք ժողովուրդները եւ հայկական թուրքական պետությունները չհաշտվեն, խաղաղությունը պատրանք է։ Իսկ հաշտության համար փոխադարձ ընդառաջում է պետք։ Եվ անշուշտ 10 քայլ պետք է անի Թուրքիան, 1 քայլ ընդառաջ պետք է անի Հայաստանը, 11 հարաբերության, որովհետև 10 անգամ մեծ է Հայաստանից։ Եվ Հայաստանի հաշվին է մեծ։ Հասկանում եք։ Ոչ թե ինքն իրենով մեծ է, Հայաստանի հաշվին է մեծ։ Ուրեմն մինչև այդ հաշտությունը չլինի, 11 հարաբերությամբ առաջ գնալու։ Խաղաղությունը դա պատրանք է։ Խաղաղությունը ընդամենը կլինի հնարավորություն թուրքական պետությունների համար տասնապատիկը զորանալու, եւ բացառելու արդեն հայկական որևիցե մի առաջխաղացում։ Հայկական որևիցե մի, որովհետեւ խաղաղություն ասելով բերանը չի քաղցրանում, նախ եւ առաջ պետք է հաշտություն, իսկ հաշտության համար պետք է շատ չասեմ ինչ քայլեր, շատ ու շատ քայլեր են պետք թուրքական կողմի առաջ դնել, ասելով որ խնդրեմ, այս քայլերը պետք է անեք, եթե խաղաղություն եք ուզում։ Իսկ վախկոտի կերպարանքով, որ գիտեք ինչ եւ այլն, մեզ կկոդորեն, մեզ կմորթեն, մեզ կջարդեն, մեզ կփշրեն, հասկանում եք, այդ բանով, այդ մեր վաղուց արդեն չափված պետք է լիներ։ Ամոթ մեզ, որ 110 տարի հետո է ցեղասպանությունից, մենք էլ այդ ֆոբիայով ենք ապրում։ Ամոթ մեզ։ Եվ երկրորդ հարցին անցնելով ասեմ, որ ամոթ մեզ, որ մենք 110 տարի, 105 տարի կամ 107 տարի պետականություն ունենալով, որտեղ վերջո սովետական Հայաստանն էլ էր պետականություն, պետականություն ունենալով դաշնագիտ չունենք։ Դաշնագիտ չունենք, որովհետև մենք երբեք չենք եղել վստահելի գործընկեր, որպեսզի որևիցե մեկի համար դառնանք վստահելի դաշնագիծ։ Դաշնագիծ դառնալու համար գոնե մի 10, 20, 30, 40 տարի պետք է լինես վստահելի գործընկեր, որպեսզի դրանից հետո կարողանաս լինել դաշնակից, որից հետո դրանից մի 40 տարի հետո դառնաս բարեկամ։ Հասկանում եք։ Մեր բոլոր իշխանությունները եղել են վասալ, հրավերից առաջ վազել են իրենց հավատարմությունը հայտնելու մեծ եղբոր, այնիշ դա մեծ եղբայրը չի, պարզապես հզորացած, հարստացած կրտսեր եղբայրն է, ավակ եղբայրը ժամանակագրական առումով հայն է, հիմա ձեզ էլ հաճելի բաներ չեմ ասում, չէ՞, որովհետև Ռուսաստանի հայերը երբեմն ավելի շատ ռուսաստանցի եք եւ ռուս, քան թե հայ։ Ուրեմն մենք իդեմս Ռուսաստանի չունենք ոչ դաշնակից, ոչ բարեկամ։ Բայց մերժելով մերժում եմ ձեր հարցի երկրորդ էջը, որ ասել արևմուտքին, ով ասեց, որ արևմուտքը մեզ բարեկամ է եւ դաշնակից։ Մենք չունենք ոչ բարեկամ, ոչ դաշնակից, ոչ հյուսիսում, ոչ հարավում, ոչ արևելքում, ոչ արևմուտքում։ Մեր ապիկար թայֆաբազական ժամանակի հետ ոտ բռնող ժամանակավոր շահերը բանը գնահատելով վերաբերմունքի եւ վասալային վերաբերմունքի անվերապահ վասալային վերաբերմունքի պատճառով զրկվել ենք, եթե ունեինք էլ ինչ-որ տեսական դաշնակից կամ բարեկամ կամ գործընկեր, զրկվել ենք բոլորից։ Հասկանում եք։
Հիմա ես երբ որ Ռուսաստանի հասցեին մեղադրական բան եմ ասում, սա չի նշանակում, որ ես պրո-արևմտյան եմ։ Ընդհակառակը, բացարձակապես, ես արևմուտքի հետ ոչ մի բան չեմ կապում, բացարձակապես, ոչ մի հույս չեմ կապում։ Եթե նվազագույն հույս կապում եմ Ռուսաստանի հետ, արևմուտքի հետ բացարձակ հույս չեմ կապում, բացարձակ հույս չեմ կապում։ Բայց Ռուսաստանի հետ մեր նախկին ունեցած վասալական հարաբերությունները, հիմա էլ խռովածի վիճակը, որ այսինքն մենք խռոված ենք, չեղավ sense, մենք խռով ենք։ Քանի որ դու Թուրքի հետ բարեկամություն ես անում, մենք խռով ենք ես հետ։ Պետք է գնանք սրանից հետո ընկերություն անենք արևմուտքի հետ։ Խաղալիքներս վերցնելու եմ գնամ այնտեղ։ Այս մանգամտությունը, որ կա, մեր գավառամտություն, մանգամտությունը, որ կա քաղաքականության մեջ, չես կարող ունենալ ոչ դաշնակից, ոչ գործընկեր, ոչ բարեկամ։ Մեր առաջնահերթ խնդիրները մեր գոնե երկու հարևանների հետ զերո պրոբլեմ ունենալն է։ Երկու հարևանները հյուսիսային հարևան եւ հարավային հարևան։ Մենք Ռուսաստանի հետ սահման չունենք։ Հետևաբար Ռուսաստանի հետ հույսեր կապելը սին է եւ դադարք։ Ռուսաստանը եթե Հայաստանի հետ հույսեր կապեր եւ հույսեր ունենար, ինքը սահման կտար Հայաստանին իր հետ ուղղակի։ Կամ նախքան հասկանում ես սովետականացումը, կամ սովետականացման օրոք, կամ սովետականացումից հետո։ Չի տվել։ Հետևաբար դու ուր ես վազում, ինչպես որ արևմուտք ուր ես վազում արևմուտք, ուր ես վազում դեպի արևմուտք, դու չունես սահման, ոչ արևմուտքի հետ, ոչ Ռուսաստանի հետ։ Դու ունես սահման երկու բարեկամ երկրների հետ, Վրաստանի հետ եւ Իրանի հետ։ Այս երկու երկրի հետ բարեկամ լինելը քեզ բավարար է աշխարհի հետ բարեկամ դառնալու հնարավորություն։ Բայց դու խելքն ու իմաստությունը չունես նույնիսկ այդ երկու հարևանների հետ ունենալու զերո պրոբլեմ։ Խելքը չունես։ Գնում ես Ամերիկաներում, Ֆրանսիաներում ես փնտրում։ Ֆրանսիան մի անգամ մտել է հայկական տարածք, դրա համար հատուցել ենք Կիլիգիայի հայաթափումով։ Անգլիան մտել է, փոխհատուցել ենք։ Ռուսաստանը մտել է, դարձյալ հատուցել ենք։ Այն Հայաստանը, որ ստեղծված է, այսօր ստեղծվել է Պարսկաստանից վերցված, Իրանից վերցված, Ռուսաստանի կողմից վերցված հողերի վրա։ Չէ՞։ Մի մասն էլ վրացական թագավորության մաս կազմած հայկական հողերի վրա։ Որովհետև սխալ են հասկանում, երբ որ ասում ենք Վրաստանի էսիշ մասերն Իրան, կարծում են թե նա ոչ։ Իրանին պատկանող հայկական հողերի եւ Վրաստանին պատկանող հայկական հողերի վրա է ստեղծված այս Հայաստանի, այն էլ փլատակների վրա է ստեղծված այս հայկական հանրապետությունը։ Հետևաբար ուր է այստեղ Ռուսաստան, ուր է այստեղ արևմուտք։ Հետո ասում որ Ռուսաստան ասելով պետք է արևմուտք վազես։ Արևմուտք վազելով Թուրքիայի գրկում ես հայտնվում։ Թուրքիան դրան սպասում է, որպեսզի քեզ վերածի իրենից կախված ռեզերվացիայի։ Քեզ ձեռ է տալիս այդ վիճակը, խնդրեմ վազի։ Բայց գեղեցիկ պատոսախառը բաներով մի խապի մարդկանց, խաղաղություն, ինքնիշխանություն, սուվերենություն, ոչ, ասա կուշտ գոյություն։ Մեր պետական գաղափարախոսության առանցքը կուշտ գոյությունն է, կարևոր չի ինչ լեզվով կխոսենք, կարևոր չի որտեղ կաղոթենք եւ կարևոր չի ինչ մշակութային շերտ ունենանք, կարևոր չի, կարևորը կշտությունն է։ Մեր քաղաքականության առանցքը կուշտ լինելն է եւ մենք ամեն ինչ անելու ենք սիրելի ժողովուրդ, որովհետեւ դուք լինեք կուշտ։ Այս հայդարարեք, այս հայդարարություն գնացեք առաջ, թե չէ հայրենիք,
Հայաստանի Հանրապետություն, խաղաղություն, ինքնիշխանություն, ինչ դատարկաբանություններ։ Անկեղծ եղեք, պարոնայք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Սրբազան, մեզ հյուր գտնվելու համար, մենք մեծ բավականություն ստացանք, անձամբ ես եւ մեր ունկնդիրները, բնականաբար եւ շատ հարցեր կառաջանան, որոնք ես հետագայում ձեզ գրավոր կուղարկեմ, կխնդրեմ պատասխանել, ես ինքս կգրեմ, եթե ունենաք ժամանակ, միառժամանակ հետո եւս մեր հյուրը լինելու։ Ես գիտեմ, որ ձեր ծառայության ընթացքում ծառայել եք նաեւ Արցախում։ Մեզ բոլորիս Արցախ եմ մաղթում, ձեր իրատեսական լինելը, ես գիտեմ, որ դեռ մոտ ապագայում չեք տեսնում Արցախը հայկական, ամեն դեպքում մեզ բոլորիս Արցախ եմ մաղթում եւ ձեզ երևի թե էլի ծառայություն Արցախում, շատ շնորհակալություն այս մի ժամը մեզ հետ լինելու համար, հուսամ հաջորդ անգամ զրուցելուց մենք ավելի լավ վիճակում կլինենք եւ կարող ենք ավելի գլուխներս բարձր անցկացնել այս զրույցը։ Շնորհակալություն Սրբազան։ Հաջողություն ձեզ։